վերաբերվում է ստեղ տեղի ունեցող իրադարձություններին, մենք մի շարք քաղաքական ուժերի վերաբերյալ տվել ենք հանցագործության մասին հաղորդումներ։ Կպնկա այդ քաղաքական ուժերի մեջ։ Ես մինչև ժամը 8 երեկոյան ժամը 8 ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը հարգելով քաղաքական ուժերի անուններ չեմ տալիս, բայց ձեր հարցի պատասխանը դուք կարող եք գտնել անկախ դիտորդի հաղորդագրությունների մեջ, որոնք նաև իմ Facebook-յան էջում կան, կարող մտեք տեսնեք, օրինակ այս կամ այն ուժը կա, թե չկա։ Մենք փորձել ենք հիմնավորել մի շարք հանցագործություններ եւ մենք տեսել ենք, որ մեր հաղորդումների մի մասով օպերատիվ հետախուզական միջոցառումներ արվել են, մի մասով դեռևս միջոցառումներ չենք տեսել։ Այդ ամեն ինչը մենք կամփոփենք վաղվա մեր ասուլիսի ժամանակ, կամփոփենք կգնահատենք, դուք էլ գնայեք եւ կտեսնեք այդ գնահատականները։ Ինչ վերաբերում է կուտակումներին եւ տեղամասին մոտ գտնվող ընտրական շտաբին կամ ենթադրյալ ընտրական շտաբին կամ տարածքի, ես իրոք չգիտեմ, սա շտաբը չէ, տարածքը, որտեղից փաստացի քարոզչական գործունեություն է իրականացում, թե ուրիշ բան է արվում, հա։ Մենք տեսել ենք ստեղ, նորից եմ ասում, դեռ 3 երեկոյանից մենք տեսել ենք ստեղ activity, հա, այսպես ասած, տարօրինակ activity, կեսգիշերն անց activity ենք տեսել, որը մեր համար եւս տարօրինակ է թվացել։ Ինչ է ստեղ տեղի ունենում ներսում։ Արդյոք ստեղ ներսում կա քրեական օրենսգրքով արգելված բաներ թե չէ։ Ես չգիտեմ, ազնվությամբ չգիտեմ, ենթադրում եմ նաև դուք չգիտեք։ Առհասարակ սենց դեպքերում իմ խորհուրդը բոլորին եւ նաև իմ գործընկեր դիտորդներին են, որով որ տարօրինակ բան ենք տեսնում, փորձենք շատ շուխուր չհանենք, տեսնենք ինչ գործունեություն է, ինչ որ տեղեկություններ հավաքենք, հետո հրապարակենք, հա։ Որտեղ հրապարակելուց հետո, ինչպես տեսնում եք, հրապարակելուց հետո այլևս չես կարող բացահայտել, էլի տեղի ունեցողը։ Այս տարածքի հետ կապված, այս տարածքը ամեն դեպքում ընտրական օրենսգրքի իմաստով ստեղ տարածք շտաբ լինելը խախտում չի, որովհետև շտաբի հեռավորության սահմանափակում չկա, միգուցե ցավոք սրտի չկա, բայց չկա։ Կուտակումների մասով մի քանի անգամ նույնիսկ ես մեր դիտորդները մի քանի անգամ անձամբ ես ոստիկաններին մատնացույց եմ արել 70-րդ եւ 69-րդ տեղամասի մոտ կուտակումներ, պահանջել են որ ցրվեն, կուտակումները նորից գոյանում են, մենք դա բոլորս տեսնում ենք։ Ինչի հետ եք դա կապում այդ որ մարդիկ հավաքվում են կուտակումների նորից գոյանալը մենք տեսնում ենք բոլոր այն տարածքներում, որոնք հիմնական թեկնածուների թաղամասերն են։ Իսկ ովքեր են ձեր կարծիքով այդ հիմնական թեկնածուներում եք համարում։ Դե պարզ չէ, որ ես մինչև երեկոյան ժամը 8-ը չեմ ասելու թե ովքեր, բայց հանրությանը հայտնի են հիմնական դերակատար թեկնածուները, դերակատար թեկնածուների թաղամասերում որ նայեք, այս կուտակումները անդադ կուտակում ոստիկանը ասում է ցրվում են, հետո էլի կուտակվում են, այդ երևույթը կա, այդ երևույթը լավ չի, այդ երևույթը սիրուն չի, այդ երևույթը կարա վկայի այլ երևույթների մասին, ինչպիսին ընտրողների մոտ վերահսկողության տպավորություն ստեղծելու բան, բայց ամեն դեպքում այդ երևույթը Պարոն Իոնիսյան, այդ տեսեք, մենք օրինակ կա, եթե ուզում եք գնացեք նայեք, այսպես կոչված Սլաբոդկայում կա, ես չգիտեմ Թուրքի Մայլան ոնց է կոռեկտ անվանում այդ քաղաքը, Թուրքի Մայլան։ Այ տեսեք, մենք տարբեր ընտրատարածքներում հարցումներ ենք իրականացրել, բայց ոչ մի քաղաքացի այսպիսի արձագանք չի տվել, ինչպես որ այս ընտրատարածքի քաղաքացիները, ինչով է դա պայմանավորված։ Կարծես թե նրանք են լրագրողներին այնպես անում, որ սադրենք են ենթարկում։ Դուք ինքներդ եք տեսել։ Ես շատ ուժեղ ցավում եմ, որ Հայաստանում հասարակության եւ լրագրողական համայնքի միջև երբեմն կան լարումներ, եւ ես շատ ուժեղ ցավում եմ, որ այդ լարումները առավել ուժեղ դրսևորված են երբեմն իշխանությանը հարող մարդկանց եւ ընդդիմադիր լրագրողների միջև առհասարակ իմ համար ընդդիմադիր լրագրող արտահայտությունը խնդրահարույց է, լրագրողը չեզոք է եւ անկողմնակալ։ Չպետք է լինի ընդդիմադիր կամ իշխանամետ, բայց ամեն դեպքում այդ լարումը մենք տեսնում ենք, այդ լարումը մենք տեսել ենք մի քանի օր առաջ ազգային ժողովում, դա գլոբալ խնդիր է։ Այ դուք ինքներդ էլ լսեցիք, պարոն Իոնիսյան, որ լրագրողին ասում են սերժական, քոչարյանական, մենք էլ այդպես ասենք դուք էլ ուրեմն ՔՊԱ-ական եք, թե Նիկոլական եք։ Դե ժողովուրդ
լավ չի, մենք պետք է բոլորը կներեք, էլի 1000 ներողություն, մենք պետք է բոլորը մտածենք ոնց անենք, սենց լարում չլինի։ Եվ այդ քաղաքացիներն ում որ հարցնում են, իրանք ընտրել են Սարիկ Մինասյանին։ Այստեղ ինչ որ ընդհանրություններ չեք գտնում։ Դե ժողով գտնում եմ, ասում եմ, ազգային ժողովի մի քանի օր առաջ տեղի ունեցածը լրագրողների մասով։ Նույն Ֆիպսմեն ստեղ էր, չէ՞, նոր ստեղ էր։ Իր նկատմամբ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները ինչից եք զարմանում։ Այդ ընդհանուր շատ վատ մթնոլորտ ա, այդ ընդհանուր մթնոլորտը ստեղ չի ծնվել, ստեղ չի սկսել, ցավոք սրտի, ստեղ այսօր չի էլ վերջանալու, էլի էս այն։